Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Արդեն 13-րդ անգամ եմ ազգային ժողովում մասնակցում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ մասնակցել եմ որպես պատգամավոր եւ ահա 7-րդ անգամ մասնակցում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ բոլոր այդ քննարկումներում այս կամ այն չափով ընդգծել եմ, որ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել եւ դարձնել բովանդակային տեքստ եւ բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782.832 աշխատատեղ, որը 192.613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783.547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242.119-ով կամ 44.7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա։ Մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242.119 աշխատատեղ։ Ընդ որում աշխատավարձով ապահովված եւ կարեւոր եմ համարում ասել, որ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունը ավելի քան վստահելի է, ինչու, որովհետեւ այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն ազգանուններով, վճարված աշխատավարձերով եւ աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է, այսինքն այս մի թիվը, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկության տրվել։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173.996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304.992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130.000 դրամ կամ 75%։ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որովհետև մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։
Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից։ Նախ այս ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մենք մեծ տեսանելի աշխատող մարդկանց թիվը էականորեն ավելացել է։ Երկրորդն էլ մարդիկ ինչու կարող են գոհ չլինել իրենց կյանքից։ Մի շատ պարզ, հասկանալի եւ լեգիտիմ պատճառով, որովհետեւ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել եւ ուզում են ավելի լավ ապրել ինչու, որովհետեւ տեսնում են, այսօրվա Հայաստանում տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է։ Ավելի լավ ապրելը հնարավոր է, այսինքն այս էլ է շատ կարևոր հանգամանք, որովհետև մարդիկ կարող են տեսնել, որ ավելի լավ ապրելը հնարավոր չի, համաձայն այն ասացվածքի, որ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա։ Փաստորեն հիմա այս տրամաբանությունը որոշակի փոփոխություն է կրել, մարդիկ չեն ուզում, որ մի քիչ վատանա ու տենց մնա, այս մեր թվաբանությունը ապացուցելու ցույց է տալիս, որ լավացել է, բայց եւ քաղաքացիները եւ կառավարությունը եւ ազգային ժողովի մեծամասնությունը առավել եւս լեգիտիմ կերպով համարում են, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից։ Եվ հետեւաբար մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է, որին ավելի ուշ կանդրադառնամ։ Բայց ուզում եմ ընդգծել նաև մի փոքր առաջ անցնելով, որ այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն ապրելուց կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների եւ պետական բյուջեի հետ։ Բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ։ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Սա կրկնում եմ բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ խնդրում եմ ուշադրություն 153%-ով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է 2.5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Ես օրինակ մտածում եմ ինչ մեկնաբանեմ, ինչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև։ Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել գիտեք, տեսեք թիվը այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի եւ այդ հարթության մասին չի։ Սա պետության ու չպետության մասին է։ Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80,000 դրամ աշխատավարձ։ Նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ 1/4 դրույքով եւ ստանում են ասենք ավելի քիչ։ Այսինքն այս բոլոր աշխատավարձերի հարագումարն է։
Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետեւ մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով։ Ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10, մաքսիմում 20%-ից։ Եվ հետեւաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։